Հեսուին, որ արդում ենք Հեսուն ինչ ասում։ Ժողովուրդ, դուք չեք կարող Եհովան պաշտել։ Ինչի չէին կարող պաշտել։ Նրանք աղամին էին պաշտում, աստարորդին էին պաշտում, և դա հոժար ձևով էր գնում։ Ոչ թե ստիպված էին պաշտում, հոժար ձևով։ Դրա համար նրանք չէին կարող պաշտել սուրբ ասում, Աստված սուրբ է, և նախանձավոր է։ Եվ ինչի Աստված ասմա ձեր հանցանքները մեղքերը չի լեին։ Եղբայրներ, այստեղ մի նրբություն կա, որ ես ուշադիր լսելով նրբություն ասեմ, որպեսզի դուք զանազանեք։ Ուրեմն նայեք, ուշադիր լսեք։ Մարդը, որ մեղքի մեջ է, երկու պատճառ կա։ Պողոս Սարաքյանները ուզում էր բարին անել, չէր կարող, բայց ինքը մեղքը մերժած մարդ էր, Քրիստոսին ընտրած մարդ էր։ Կան երիտասարդներ, որ մեղքը չեն մերժել։ Նրանց մեղքերը չի ների։ Մեղքը սիրում են։ Մեղք սիրողին, ասում է աշխարհ սիրողը թշնամի է Աստծուն։ Այդպես է գրված։ Ով որ աչքի ցանկություն, մարմնի ցանկություն աշխարհը սիրում է, նա թշնամի է Աստծուն, թշնամի մարդուն ներում չկա։ Այս մարդիկ, ովքեր որ աշխարհը սիրում են, մեղքը սիրում են, աշխարհի կյանքը սիրում են, նրանք ոչ կփրկվեն, ոչ իրաց մեղքերը կներվեն։ Այսինքն դի զանազանեք դու։ Իսկ ովքեր որ պայքարում են Պողոսի նման, ուզում են բարին անեն, չեն կարող, չեն հասկանում։ Ես մի հատ նրբություն կա, ուզում եմ բացատրեմ, որպեսզի դուք ուշադիր լինեք և հոգևոր կյանքի մեջ հասկանաք այդ նրբությունները։ Մի հատ տեղ եմ կարդում, ուշադիր լսեք։ Հռոմեացիս 7:12-ն եմ կարդում։ Ուրեմն օրենքը սուրբ է, բայց պատվիրանը սուրբ, արդար ու բարի։ Ինչի օրենքը միայն սուրբ է, բայց պատվիրանը արդար ու բարի։ Եղբայրներ քույրեր, օրենքը սուրբ է, որովհետև նա սուրբ բաներ է պահանջում։ Ինչու է արդար և բարի, բացի սուրբից պատվիրանը։ Այսի շատ հոգիներ ուշադրություն չեն դարձել երևույթին։ Ինչու նա բարությունը նրա։ Պատվիրանը հին ուխտում եղբայրներ ուշադիր լսեք։ Հին ուխտում մենք հասկանում ենք մարդին շնորհության մեջ որ բռնում է, դերը մեկի հետ ապրում է, շնորհության մեջ բռնի բերի։ Բայց Հիսուս տեսեք ինչ ասել։ Աչքով տեսար, սրտով ցանկացած արդեն շնորհություն անիր։ Կարող է այդ մարդը չխոսած դու, չշփվես դու, չհասկանաս դու, բայց սրտով ցանկանաս իր հետ լինել, դու շնորհության մեջ ես։ Սա պատվիրանը, Մատթեոս 5:6 գրվում է պատվիրանը։ Հին ուխտում ասում է ակրայի տեղ ակրան, բայց նոր ուխտում դες չի գած։ Խփեն ես մյուսի շուտում, շապիկդ կուզեն վերարկուտել դուր, մղոն կշեն գնայել կուզ, քո ճշնամուն սիրիր, քեզ հարածոր մրաղոտ կարա, քեզ անարգու համար աղաչան կարա, սի լուրջ բան։ Մարդ կա, որ իրա մորը չի սիրում, հորը չի սիրում, աղբորը չի սիրում, դերջը հասին չի սիրում, կեսունին չի սիրում, ու թշնամի չեն էդ մարդին, այս չեն սիրում։ Որնա պատվիրանի արդար ու բարի, նա արդարա Հիսուս մարդից էլ է պահանջել, որ օրենքը կատարի։ Որ նրանաբարություն է։ Պողոսը չեր հասկանում, որ ինքը մարմնավոր է։ Պատվիրանը բացեց, որ ինքը մարմնավոր է։ Մեղքի տակ ծախված, մեղքը թագավորում է իր մեջ։ Այդ բարությունը միայն քեզի կարող անել պատվիրանը։ Այսօր շատերը պատվիրանը շպրտել են միայն։ Իմ թշնամուն եմ դիսիրեմ, իմ հալածողն եմ դիորքնեմ,
Էսերեսեք պեմյուսերը շուրտան, դրանք սավ արել են, Աստծո շնորհքով, մարդկոն չէ, եղբայրներ կրել։ Երբ որ ուզեցա պատվիրանը վրաս հասնի, ու շատինս է, պատվիրանը մինչև քո վրա չհասնի, երբ որ դու պատվիրանին ընդունում ես կյանք, այդ խոսքերի մեջ ապրել կյանք, նա վրա է հասնում քեզ, եւ քո մեղքի բնությունը կենթանացնում է, որ դու տեսնես ինչպիսի մարդ ես։ Մեր մարդուն երբ որ ասածը հեշտ չի հասկանալ։ Պատվիրանը մարդի իսկական մեղքի բնությունը բացողը պատվիրանն է։ Այսօր պատվիրանը շատերը շփոթվել են միա։ Դրա համար ոչ ապաշխարում են, ոչ էլ հոգևոր մարդ են դառնում։ Չեն կարող նրան։ Նրանք սիրում են մարմնավոր երևույթներ։ Եղբայրներ քուրեր։ Պողոս այրուն թափելուչով հակառակվել է մեղքին։ Սատանային հակառակվես կփախնի քեզանից։ Սատանան քո ոտների տակ կարակցի։ Ինչ տանջանք եղավ Հոբը, ինչ տանջանք։ Բայց վերջում սատանան ընկավ Հոբի ոտների տակ։ Ընկավ թե չընկավ։ Ընկավ։ Մեր վերեժախները լավ խոսք ունի ասել։ Եդեմական է դրախտի պարտեզում սատանան կուլ տվեց Ադամին Եվային։ Բայց Հոբ այդ աղավոր տառապանքի մեջ սատանան ընկավ նրա ոտների տակ։ Սատանան ընկնի քո ոտերի տակ, սա հեշտ է։ Բայց մեղքը քո ոտերի տակ չի ընկնի։ Դա սարսափելի բան է։ Դա վիշապ բնություն է։ Բացեց, իրան ով բացեց, որ ինքը մարմնավոր է։ Ով բացեց Պողոսին, որ ինքը մարմնավոր է։ Պատվիրանը բացեց։ Եվ նա հասկացավ, որ իր մեջ մի գրամ բարի բան չկա։ Ինքը մարմնավոր մարդը, մարմնավորը թշնամի Աստծուն։ Ստեղ նստած բոլորս թշնամի ենք Աստծուն։ Մի լավ բան չեն կարանի, որ ուզենք անելը չեն կարա։ Մեր մեջ հավատն է։ Դրա համար ասում եմ, նայեք ձեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Եղբայրը լավ բացատրեց մեր եղբայրը, որ Հիսուսը դու զենաս խաչվել, խաչվես, որ քո մեջ միայն ապրի Հիսուս, միայն ապրի Հիսուս, նա քայլի քո մեջ, նա երևա քո մեջ, նա թագավորի քո մեջ, հավիտյան թագավորի, ասենք, փառք ես Հիսուս, նա ջիգարով, փառք տվեք նրան, արժանի է, հավիտյան փառք տան քիչ է, հավիտյան փառավորի քիչ է, եղբայրներ քուրեր, նրա նմանը չկա այս աշխարհում։ Ինչ ես երկրորդ կետն եմ ուզում բացատրել, ինձ թվում է հասկացանք, չէ, եղբայրներ քուրեր, որ ովքեր սիրում են մեղքի կյանքը, նրանք թշնամի են Աստծուն։ Եթե ես սիրում եմ մեղքի կյանքը, սիրում ես աշխարհի կյանքը, աշխի ցանկություն ան ես թշնամի եմ Աստծուն։ Թշնամի մարդուն ներել կարելի է։ Դրա համար Հեսուն ասեց, ես իմ տունը Աստծուն եք մաշնում, բայց դու ում եք մաշնում։ Դու Աստված, նախանձոտ Աստվածը ձեր մեղքերի համար ձեզ պատժելու է, եթե չապաշխարեք։ Ովքեր որ մեղքը սիրում են, մեղքի կյանքը, աշխարհի կյանքը սիրում են, մեղքի կյանքը սիրում են, նրանց մեղքերը չի ներվելու, ինչքան ուզում աղոտ են։ Սուտ աղոտ, եղբայրը խոսած, ներսով պիտի դառնաս Աստծուն, ներսով նվիրվես Աստծուն, ներսով սիրես ու պատիվ տաս Աստծուն, քո սրտում։ Աստված իր խոսքերի մասին ինչ ասում։ Բոլոր անունից վեր են իմ խոսքը, վեր է իր խոսքը։ Աշխարհում միակ ճշմարտություն կա, դա Աստված է իր խոսքը։ Իրանից բարձր չկա այս աշխարհ, ոչ Աստծո խոսքի կողմը դնող։ Այս երկիրը կառավարում Աստծո խոսքով, ստեղծվել Աստծո խոսքով, եւ կառավարում Աստծո խոսքը,
մեզ կառավարում է իր խոսքը։ Մենք որ քնում ենք, մենք չգիտենք ոնց ենք քնում։ Մեզ անուշքուն տվող ինքն է։ Այսօր շատեր անուշքուն չունեն, տարապում են մեղքի ձեռը։ Մարդի հոգին խաղաղ հանգիստ է Աստծո հետ ապրելով։ Ես դրա համար մեր երեխաներին, երիտասարդներին սովորացնում եմ միշտ։ Անիկա իրեն հարողներին կյանքի ծառա զինք բռնողները երջանիկ կլան։ Երջանկությունը պագոների մեջ չի, երգելու մեջ չի, ամուսնանալու մեջ չի, չգիտեմ տիեզերական դիտողս ունենալու մեջ չի, երջանկությունը Քրիստոսի ամուր բռնես քո սրտում, ապրինա քո սրտում, հարավարվինա քո սրտում, նարինի քո միակ ուրախություն ես աշխարհում։ Ասենք փառքիս։ Դու եկել ես իմ հոգու մեջ, իր հոգով մեր մեջն է, դրանից մեծ ուրախություն ես ուզում։ Նայա քո մեջ, ինչով ես ուրախանում, քո մազերի դիրքով, քո փշանգորությամբ, քո շրջապատով ես հիանում, դրանք երջանկություն չեն։ Երկրորդ կետը, Աստծո նախանձավորությունը գործը մեղքի նկատմամբ և սատանայի նկատմամբ, ուշադիր լսեք։ Աստված տեսավ, որ մարդը մեղքի մեջ մեռավ թե չմեռավ։ Բոլոր մարդիկ մեղքի մեջ մեռած, մենք բոլորս։ Եզեկիել 16 գլխում ասում է, ես քո կողքով անցա, քեզ ապրես, քեզ արյու մեջ կողված տեսա, քեզ ապրես։ Մարդը չէր կարա մտածի մեղքից ազատվելու մասին։ Այդպես մի չունի։ Հələ գնացեք տեսեք աշխարհի որ մարդն է մտածում մեղքից ազատվելու։ Ոչ մեկը չի մտածում։ Ոչ մեկը։ Ուրախանան, երգեն, թռնեն, բարեն, ինչ զբանեն։ Նրանք մեղքի մասին չեն մտածում։ Եթե ես ու դու չենք մտածում, որ մեղքից պետք է ազատվել։ Ինչի համար ազատվել։ Հիսուսը տեսավ, որ մարդը մեռած է մեղքի մեջ։ Մեռած մարդին պետք է կենդանացնի։ Անգամ Հիսուսը որպեսզի քարոզ աներ, նայեք ինչ է գրած։ Կարող է կարդացել եք, անցել եք, բայց ես ցույց տամ այդ տեղը։ Մի փոքր նայեք ուշադիր։ Սաբուղոնի երկայր Նեփթաղիմի երկիր, Սովուր ճամորդանանդի կողմ, հեթանոսոց գալյա, խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ, լույսը ծագեցավ անոնց նրանք վարում երկրի մեջ էին, կնստեին, անգել թե Հիսուս սկսեց քարոզել։ Մինչև լույսը չծագեց նրանց վրա, մինչև նրանց չկենդանացրեց, անձամբ Հիսուսը չքարոզեց նրանց։ Երևաց Մատթեոս 14 գլուխ 15, 16, 17 համար։ Մեղքի մեջ մեռած է մարդը, նա դարամարդ, որ մեղքին դատապարտի խաչի նմարտի, աշխարհը խաչի, մեզ էլ աշխարհը մեր համար։ Մեղքի նկատմամբ մինչև քոք գնաց Հիսուս։ Հայրը թողեց իրան, նա կրում էր կրակիլը չի տառապանք անգամ, մեղքի վազքը կրակել ինչն է։ Նա սաստի գոչումով արցունքով աղոթք էր անում։ Նրա նախանձավորություն է, որ մեղքին հաղթի, մահվան հաղթի, սատանային հաղթի, որը գերի է դարձել ինձ ու քեզ։ Նրա պատերազմը սատանի դեմ էր, նրա պատերազմը հիվարդի դեմ էր։ Գրած է գրքի մեջ։ Եղբայրներ Հռոմեացիս 8-րդ գլխում կարդում ենք այդ համարը, թե ոնց դատապարտեց մեղքը։ Վանզի այն որ անկարել օրինքեն, որտեղ տկար է մանով, Աստված իր որդին խրկեց մեղանչական մարմնությամբ, մեղքի համար դատապարտեց մեղքը այն մարմնի մեջ։ Նրա նախանձավորությունն էր, որ մարդը չէր կարող մեղքին հաղթել, ասեց ես եմ հաղթելու,
Հորից բաժանելու մարդացել եմ, որ ձեզ փրկեմ, ձեր կյանքը լինեմ, ես եմ փրկությունը, ես եմ ձեր սրբությունը, ես եմ ձեր արդարությունը, փառք տվեք ինձ։ Միան չգարով փառք տվեք դրա շներ, որ մերելն եք, փառք տվեք, փառք տվեք, փառք տվեք, կանգնենք աղոթքի։